Ես համաձայն չեմ, որ հաստատված խաղաղության դրսևորում էր այս գագաթաժողովի անցկացումը, հակառակ պարագայում Սերժ Սարգսյանի պայմանավորած ու ձեր իշխանության անցկացրած ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ուղղակի չպիտի Երևանում անցկացվեր, որովհետև ձեր ասած հաստատված խաղաղությունը չկար այն ժամանակ։ Որը անցկացվեց մեր ժամանակ։ Չէ, պայմանավորվել էր Սերժ Սարգսյանը, հանգամանքների բերումով կազմակերպեցիք դուք։ Եկեք էլ ասեմ, որ պարոն Մակրոնի այն արբանյակ տերմինը այնքան էլ շատ ոչ կոռեկտ արտահայտությունների Երևանում են չեցրած, ձեր կառավարությունը պարտավոր էր պատասխանել։ Մակրոնը երբ որ ասում է մենք ռուսական արբանյակ ենք եղել, չէ՞։ Դա ինստիտուցիոնալ առումով անհարգալից վերաբերմունք է նույնիսկ իր նախորդ 3 նախագահների հանդեպ, Ֆրանսիայի Հանրապետության նախկին 3 նախագահների, որոնք պետական այցով պատվել են մեր երկիրը։ Եվ արդյունքի մասով շատ կարճ, ուղղակի մի նախադասությամբ, ցավոք սրտի, շոշափելի, չափելի արդյունքներ, բացի Նիկոլ Փաշինյանի PR պրոպագանդայի նպաստելը այս գագաթաժողովերը չեն ունեցել։ Շնորհակալ եմ ձեզ, որովհետև դուք ուղիղ հենց նոր ասեցիք, որ աշխարհի շուրջ 5 տասնյակ երկրներ աջակցում են կամ հավանության են արժանացնում Հայաստանի Հանրապետության գործող կառավարության քաղաքականությունը եւ դրանով, որովհետեւ դուք խոստովանում եք, որ միջամտում են Հայաստանի ներքին գործերին, դուք մեր փոխարեն, Պարոն Գաբրիելյան, այսինքն կարող եմ համարել, որ հենց հիմա դուք խոստովանեցիք, հավարտեք պատասխանը, որ արևմուտքի կամ Եվրոատլանտյան ընտանիքի 50 պետությունների ղեկավարներ, ճիշտ եմ, չէ՞, ձեր Կանադան էլ էր ներկա կարծեմ։ Այո։ ՆԱՏՕ-ի գլխավոր կառավարությունը։ Այդ երկրի ղեկավարները, այսինքն միջամտում են Հայաստանի տրամադրության միջամտում են, թե չեն միջամտում։ Այսինքն երբ որ Ռուսաստանից են դուք հարցը տվեցիք, պատասխանը ասում եք չեն միջամտում։ Ունի կառավարություն, ունի լեգիտիմ իշխանություն, որի հետ ձեր նշած 50 երկրները այսօր գործընկերություն ունեն եւ ապագա տեսնեն։ Եկեք ես շարունակեմ կառավարել մեր զրույցը, Սուրեն։ Աջակցում են Նիկոլ Փաշինյանի, թե ոչ։ Ինչպես են աջակցում։ Հիմա դիմացան դրությունները, չէ՞, երեխա չենք։ Այո։ Օրինակ որ Մակրոնը, որ բացահայտ աջակցեց Նիկոլ Փաշինյանին։ Ձեր ինքնասիրությունը Սա հարց է, թույլ տվեք պատասխանի Էմանուել Մակրոնը չունի Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ չի կարող քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Օրենքով արգելված ավտարերկրյա ղեկավարի աջակցությունը։ Եկեք ես